Որպես ինքնադրսևորման ձև եւ ուսմունք, արվեստն արտացոլել է մարդու փորձառությունը պատմության ընթացքում։ Սկսած նախապատմական քարանձավային նկարներից մինչև ժամանակակից արվեստի նոր ձևեր, մարդիկ միշտ իրենց հետ կապված ինչ-որ բաներ են ստեղծել ու դրանք լուսաբանել իրենց ստեղծագործություններում։ Երևի թե չեք էլ մտածել այն մասին, որ անգամ տունը, որտեղ ապրում եք, վայրերը, որ այցելում եք եւ խնամքով պատրաստված ուտեստները, որ ուտում եք, գեղարվեստական կողմեր ունեն։ Մեր ժամանակների մեծագույն արվեստագետների մասին տեղեկանալուց բացի մենք պետք է իմանանք նաեւ հետեւյալի մասին։ Փայտը արվեստ ստեղծելու առաջին միջոցն էր։ Արվեստի ամենավաղ ձևերը հայտնաբերվել են նախապատմական քարանձավային պատկերներում, որոնք թվագրվում են քարե դարով։ Այս պատկերները փայտածուխով էին նկարված, որն ըստ էության այրված փայտ է։ Մատիտը իրականում նշանակում է վրձին։ Մատիտ բառը ծագում է հին ֆրանսերեն պինսել բառից, որ թարգմանվում է որպես փոքր վրձին։ Նախկինում ներկը պահվում էր խոզի միզապարկի մեջ։ 19-րդ դարում խոզերի միզապարկը օգտագործում էր նկարիչների ներկերը պահելու համար։ Օրգանաթելով կապում էին, հետո այն ծակում էին ներկը հանելու համար։ Քանի որ այն հաճախ բացվում թափվում էր, ամերիկացի նկարիչ Ջոն Ռենդը ի վերջո ներկի թիթեղյա խողովակներ ստեղծեց, պտուտակով կապարիչով։ Լեոնարդո դա Վինչին հայտնագործեց թվերով նկարելու հայեցակարգը։ Այն ինչը մեզ այսօր ծանոթ է որպես հայտնի հոբբի, հիմնված է Լեոնարդո դա Վինչիի ուսուցման հին մեթոդների վրա։ 1950-ին Դեն Ռոբինսը ստեղծեց թվերով ներկելու առաջին օրինակը։ Ռոբինսը մանկական գրքերի նկարազարդող էր։ Նա պետք է մտածեր աշխատավայրում ավելի շատ ներկ վաճառելու միջոց գտնելու մասին։ Հենց այդտեղից էլ թվերով ներկերը դարձավ հարատև արհեստ զբաղմունք։ Մոնալիզան հնարավոր է հոնքեր է ունեցել։ Հայտնի դիմանկարին մի հայաց գցելը կարող է հուշել հակառակը, սակայն 2007 թվականի հոկտեմբերին ֆրանսիացի գիտնական Պասկալ Կոտը հայտարարեց, որ Լեոնարդո դա Վինչին ի սկզբանե հոնքեր ու թարթիչներ է նկարել Մոնա Լիզայի դեմքին։ Բարձր հստակության տեսախցիկի միջոցով ֆրանսիացի ինժեները եւ գյուտարարը 24 անգամ խոշորացրեց Մոնա Լիզայի դեմքն ու մազի մի վրձնահարված հայտնաբերեց։ Այնուամենայնիվ այս տեսությունը դեռ վերջնականապես հաստատված չէ։ Այն շարունակում է մնալ Մոնա Լիզայի ամենամեծ առեղծվածներից մեկը։ Նախկինում ֆիլմերը ձեռքով էին նկարում, որպեսզի դրանք գունավոր լինեին։ Դեռ 1902 թվականին ֆիլմերը գունավոր էին դարձնում ամեն մի կադրը ձեռքով երկար ժամանակ ներկելու միջոցով։ Մի անգամ մի կինոարտադրող 10 ժամանոց ֆիլմ էր նկարել այն մասին, թե ինչպես են ներկը չորանում։ Որպես բարձր սակագների դեմ բողոքի միջոց, կինոարտադրող Չարլի Լինը Բրիտանիայի ֆիլմերի դասակարգման խորհրդին սպիտակ ներկի չորանալու մասին 10 ժամ տևողությամբ մի ֆիլմ ներկայացրեց։ Հետևելով սահմանված ընթացակարգին, խորհուրդը ստիպված էր մինչև վերջ նայել ներկի չորանալը, որը տևեց 10 ժամ 7 րոպե, հմայելով խորհրդին։ Լեոնարդո դա Վինչին ընդամենը 15 գոյություն ունեցող նկար ունի։ Չնայած Լեոնարդո դա Վինչին վերածննդի դարաշրջանի ամենաբեղուն նկարիչներից մեկն էր, նրա աշխատանքները շատ չեն։ Գործը հետաձգելու ու փորձարկումներ անելու հակում ունենալու պատճառով դա Վինչին իր ողջ կյանքի ընթացքում ընդամենը 15 նկար է ավարտին հասցրել։ Մոնա Լիզայի շրթունքները նկարելու համար 12 տարի է պահանջվել։ Լեոնարդո դա Վինչին չէր շտապում իր մեծագույն գրողգործոցը ավարտին հասցնել։ Արդյունքում Մոնա Լիզայի գեղեցիկ փոքրիկ բերանի ծալքը նկարելու համար 12 տարի պահանջվեց։ Աստղազարդ գիշերը նկարվել է հոգեբուժարանի հիվանդասենյակում։ Վինսենտ Վան Գոգը իր պաշտամունք դարձած նկարը նկարել է Սեն Ռեմիի Սեն Պոլ դե Մոզոլե հոգեբուժարանում լինելու ժամանակ։ Նկարում պատկերված է տեսարանը, որը նա տեսնում էր իր սենյակի պատուհանից, ինչպես նաև այլ տեսիլքներ։ Սիրահարի աչքը 18-րդ եւ 19-րդ դարում հայտնի աքսեսուար էր։ Այն ժամանակ դա ռոմանտիկ գաղտնի ժեստ էր համարվում, որ առաջին անգամ կիրառել էր Ուելսի արքայազնը։ Նա մի այրի կնոջ էր սիրահարվել։ Այդ կնոջը առաջարկություն էր արել նրան նվիրելով իր աչքի նկարով մի մեդալյոն։ Այսպիսի մեդալյոն կրելը խորհրդանշում էր սերը զուգընկերոջ հանդեպ։ Շուտով դա նորաձև դարձավ։ Մի անգամ Բոբ Ռոսն օգնել է մի դալտոնիկի։ Մի անգամ մի երկրպագու մոտեցել է նկարչին ու ասել, որ չի կարող նկարիչ դառնալ իր հաշմանդամության պատճառով։ Ռոսը ոգեշնչել է երիտասարդին մի հաղորդման ամբողջ ընթացքում միայն մոխրագույն նկարելով։ Չիկագոյի արվեստի ինստիտուտում դրված է Վան Գոգի ննջասենյակի իսկական կրկնօրինակը։ Այն պարզապես ցուցանմուշ չէ, ննջասենյակը կարելի է վարձակալել Airbnb կայքով մեկ գիշերվա համար վճարելով $10։ Ըստ արվեստի ինստիտուտի մեկնաբանության, նրանք հույս ունեն դրանով նկարին նոր շունչ տալու, նոր հեռանկարներ ստեղծել։ Միքելանջելոյի Դավիթի արձանը պետք է Հերկուլեսի արձանը լիներ։ Ի սկզբանե Մարմարե սալաքարի վրա պետք է աշխատեր Ագուստինո դի Դուչիոն, որպեսզի քանդակեր Հերկուլեսին, սակայն Միքելանջելոն 3 տարի ավելի վաղ սալաքարից քանդակեց Դավթի արձանը։ Միքելանջելոն սկսել է աշխատել քանդակի վրա 1501 թվականից եւ ավարտել 1504-ին։
Նախկինում արվեստի մրցաշարերը օլիմպիական խաղերի մաս էին կազմում։ 1912-ից 48 թվականներին նկարչության, քանդակագործության, երաժշտության, ճարտարապետության ու գրականության ոլորտում ձեռքբերումների համար պարգևատրում էին մեդալներով։ Որակավորում ձեռք բերելու համար պահանջվում էր, որ օլիմպիական մարզիկները սիրողական մակարդակով արվեստով զբաղվեին։ Միքելանջելոն չի ցանկացել աշխատել մարդու արարման ստեղծագործության վրա։ Նախքան Սիքստինյան կապելայի առաստաղի որմնանկարները նկարելը, Միքելանջելոն աշխատել է Հռոմի Պապ Հուլիոս II մարմարե դամբարանը քանդակելու վրա։ Ինչևէ, նա Հուլիոսի խնդրանքով ստիպված եղավ հետաձգել նախագիծը։ Միքելանջելոն ստիպված եղավ դուրս գալ իր հարմարավետության գոտությունը կարել առաստաղը անընդհատ կանգնած այդ երկարատև գործընթացի ժամանակ։ Նա նաև հատուկ փայտամած էր ստեղծել, որը պետք է օգներ, որ նկարը կպչեր մատուռի պատերին։ Կան ճիչի 4 տարբերակներ։ Էդվարդ Մունքը նկարել է հայտնի կտավի ճիչի 4 տարբերակ։ Առաջին տարբերակը նկարել է 1893 թվականին։ Այն ցուցադրվել է Օսլոյում։ Նույն տարում նա նկարել է նկարի պաստելային տարբերակը։ Ասում են, որ երրորդ տարբերակը մասնավոր սեփականություն է, իսկ վերջին տարբերակը հանձնել են Մունքի թանգարանին։ Կիմ Դոնգ-յուն դիմանկարներ նկարելու եզակի ոճ ունի։ Նկարիչ Կիմ Դոնգ-յուն հայտնի է նրանով, որ ճանաչված մարդկանց նկարներ է ստեղծում այլ ճանաչված մարդկանց փոքր նկարներից։ Ավելի զարմանալի է այն, որ այդ փոքր դիմանկարները ձեռքով են նկարված։ Նրա նշանավոր գործերից է Ալբերտ Այնշտայնի նկարը ստեղծված Մերլին Մոնրոյի դիմանկարներով։ Մոնա Լիզան հայտնի չէր նախքան այն գողանալը։ Մինչև 1911 թվականը շատերը չգիտեին Մոնա Լիզայի գոյության մասին։ Այդ ժամանակ նկարն արդեն ավելի քան 350 տարեկան էր։ Քննադատներն ու արվեստագետները սկսեցին արվեստի գործին ուշադրություն դարձնել միայն այն բանից հետո, երբ այն գողացան։ Մի քանի հոգի հավաքվել էին տեսնելու դատարկ ցուցատախտակը, որտեղ Մոնա Լիզան էր տեղադրված, բայց ոչ բուն նկարը տեսնելու համար։ Խորհրդային ժամանակաշրջանի մի հուշարձան վանդալիզմի է ենթարկվել արվեստի գործերով։ Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում գտնվող այս հուշարձանի վրա աստղ է պատկերված։ 2016 թվականին ինչ-որ մեկ այդ աստղը վանդալիզմի է ենթարկել, դրա վրա նկարելով Սփունգ Բոբ Քարակուսի Տաբատ մուլտֆիլմի հայտնի կերպար Պատրիկ Աստղի նկարը։ Պիկասոյի ստեղծագործություններից մեկը անբարո է համարվել։ Պիկասոյի 5 մանրավաճառների աբստրակտ նկարը Ավինյոնի աղջիկները անբարո է անվանվել 1907 թվականին կտավի թողարկման ժամանակ։ Նախքան տեսիլքը կտավի փոխանցելը նկարիչը ավելի քան 100 էսքիզ ու էտյուդներ է օգտագործել։ Որոշ մամնավորումներում մանրավաճառների կերպարներից մեկը պատկերված է տղամարդու տեսքով։ Իր կյանքի ընթացքում Վան Գոգը միայն մեկ նկար է վաճառել։ Իր օրերում Վան Գոգը որպես արտիստ պայքարում էր ինքնահաստատման համար։ Իր 900 նկարներից միայն մեկն է վաճառել իր կյանքի ընթացքում։ Վան Գոգն իր կարմիր ութոտնուկը Արլում նկարը Բրյուսելում վաճառել է 400 ֆրանկով մահից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Քեմբելի ապուրի տարաների փոփ արվեստի պատկերները 32 կտավից են բաղկացած։ Յուրաքանչյուր կտավ ներկայացնում է ապուրի մի տեսակ, որ ընկերությունը ժամանակին վաճառել է։ Նկարիչ Էնդի Ուորհոլը ցուցումներ չի տվել այն մասին, թե դրանք ինչպես պետք է ցուցադրվեն։ Այդ պատճառով նկարները դասավորվել են ապուրների շուկա ներմուծելու ժամանակագրական կարգով։ Զատկի կղզու գլուխները մարմիններ ունեն։ Զատկի կղզին զարդարող քանդակված գլուխները ընդհանրապես այսբերգի գագաթն են։ Նրանց մարմինները գետնի տակ են թաղված, որպեսզի պահեն գլուխների հավասարակշռությունը։ Արձանները հայտնի են նաև Մոայի անվամբ Ռապանուիի բնակիչների շրջանում, որոնք քանդակել են դրանք։ Զատկի կղզու գլուխները աշխարհի ամենանշանավոր հուշարձաններից են, որոնք ստեղծվել են մ.թ. 1100 եւ 1500 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Աշխարհի ամենամեծ հուշարձանը Ռաշմոր Լեր ազգային հուշարձանն է։ Ռաշմոր Լերի աշխատանքները սկսվել են 1927-ին եւ ավարտվել 14 տարի անց 1941-ին։ Լերան վրա քանդակված են Միացյալ Նահանգների 4 նախկին նախագահների՝ Ջորջ Վաշինգթոնի, Թեոդոր Ռուզվելտի, Աբրահամ Լինքոլնի եւ Թոմաս Ջեֆերսոնի գլուխները։ Բենքսին աշխարհի ամենահայտնի գրաֆիտի ոճի նկարիչն է։ Այս փողոցային նկարիչը շատ հայտնի է հակասական ու քաղաքական թեմաներով նկարներով։ Շատերը կարծում են, որ նա անգլիական ծագում ունի եւ ծնվել է մոտ 70-ականների կեսերին։ Բենքսի արվեստը ավելի հանրաճանաչ դարձավ 90-ականների վերջերին եւ 2010 թվականին դրա մասին մի վավերագրական ֆիլմ նկարվեց Ելք նվերների խանութի միջով վերնագրով։ Մինչ այսօր Բենքսի ինքնությունը շարունակում է անհայտ մնալ։ Լեոնարդո դա Վինչին երկաչլիկ էր։ Լեոնարդո դա Վինչին կարողանում էր գրել մի ձեռքով ու միաժամանակ նկարել մյուսով։ Նրա ստեղծագործություններին որոշ գրություններ ուսումնասիրելով հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ դրանք գրված են հայելային արտացոլանքի ձևով կամ հետընթաց ուղղությամբ մի կողմից, իսկ մյուս կողմից սովորական։ Ամերիկյան գոթիկա նկարում պատկերված է ամերիկյան գյուղական կյանքը։ Չնայած մարդիկ կարծում են, որ տղամարդու կողքին կանգնած կինը նրա կինն է, բայց իրականում նրա դուստրն է։
Կլոդ Մոնեին ասում են, որ նկարիչ դառնալու փոխարեն նպարավաճառ դառնա։ Նախքան Մոնեն կդառնար իմպրեսիոնիզմի մեծագույն ռահվիրաներից մեկը, հայրը կողմ չէր, որ նա արվեստով զբաղվեր։ Փոխարենը նա ուզում էր, որ տղան նպարավաճառ դառնար, որպեսզի կայուն եկամուտ ունենար։ Մոնեի ամենապաշտամունքային նկարը ջրաշուշաններն է, որը նա նկարել է իր այգուց ոգեշնչված։ Մտածողը սկզբում շատ ավելի փոքր էր։ Օգյուստ Ռոդենի մտածողը քանդակի առաջին տարբերակը շատ ավելի փոքր էր, ընդամենը 70 սանտիմետր։ Սակայն, երբ վերաքանդակվեց ու կրկնօրինակվեց, ավելի մեծ տարբերակներ ստեղծվեցին։ Քանդակի ամենահայտնի վերարտադրությունը 168 սանտիմետր բարձրությամբ Փարիզի Ռոդենի թանգարանում է։ Մարդկության զարգացմանը զուգընթաց զարգանում է նաև արվեստը։ Ամեն օր նոր մեթոդներ ու միջոցներ են ի հայտ գալիս, լինի հաջող թե անհաջող։ Միտումները մի կողմ, բայց արվեստը չպատմված շատ պատմություններ ու առացվածներ է իր մեջ պարփակում։ Մեծ արվեստը հարատև է, որը շարունակում է ապրել արտիստից ու նրա ժամանակաշրջանից հետո։ Թերևս միշտ չէ, որ հասկանում ենք արվեստի արժեքը, բայց կարևոր է գնահատել այն, ինչը մի ժամանակ մեկի համար իմաստ եւ նշանակություն է ունեցել։